Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ներով լրացման 4 դեպք եւ քվեարկության կտրոնի պայմանական ասենք ժամանակավոր հափշտակության, որտեղ հետո ընտրող վերադարձրեց 1 դեպք, դա մենք քննարկում ենք արդյոք հանցագործության տարապարունակումա թե չէ, որոշվեց որ չենք գնահատում, որ հանցագործին կարատեղ։ Ուրեմն ասեմ, որ երեկվա եւ այսօրվա մասով, ինչպես գիտեք, կա ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության արգելքի կանոնակարգումներ եւ մենք հայտնաբերել ենք այդ կարգի ակնհայտ խախտումներ, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում վճարվող գովազդ, որը շարունակում է, այսինքն վճարվող գովազդի համար տրված ժամանակահատվածը ներառել է նաեւ այս արգելված լրության եւ քվեարկության օրը։ Ուղղակի այդպեսի դեպք, որ արվում է հենց կուսակցության Facebook-յան էջի կողմից նկատել ենք Հանրապետություն կուսակցության մասով 7 դեպք եւ անուղակի կամ աֆիլացված ուրեմն էջերի կողմից նկատել ենք քարոզչություն ուրեմն հայրենի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ հաղթանակ դաշինքի մասով, ասեմ, որ մասնակցության մասով, ինչպես երևի բոլորը նկատել եք, մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ուղի 2 անգամ ավելի բարձր, քան 2021 թվականի համանման ընտրություններում, բայց մեզ առավել հետաքրքիր են 3 գյուղերը, որտեղ պետք է հասկանալ, թե որ երևույթների արդյունքում է մասնակցությունը եղել ավելի քան 5 անգամ բարձր, դա Արշալույս, Հայթաղ եւ Ծաղկալանչ գյուղերն են, որտեղ հնգակի բարձր է եւ պետք է հասկանալ ինչի արդյունքում է ընտրողների այդպիսի ակտիվություն, արդյոք դա ընտրողների բնական պահվածք է, թե առկա է ընտրողների վրա ապօրինի ինչ որ միջամտություններ։ Ասեմ, որ մենք նաեւ արձանագրել ենք երեկվանից գիշերվանից սկսած խախտումների կեղծ ահազանգեր, այսինքն ահազանգեր երևույթների մասին, որոնք ներկայացում են որպես խախտում, բայց այդպիսիք չեն հանդիսանում գործող օրենսդրության մասով։ Առաջինը դա քվեաթերթիկների այսպես կոչված տրցակները սեղաններին շարած լինելը կամ քվեաթերթիկները ուրեմն ոչ չհրկիզվող պարանից դուրս պահելը, ասեմ, որ այս կարգավորումը վաղուց փոխվել է, քանի որ 17 թվականից արդեն 16 թվականից քվեաթերթիկները արդեն հատուկ հաշվառման փաստաթուղթ չեն, այն ժամանակ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ, իսկ 22 թվականից արդեն օրենքի մակարդակով ամրագրված է, որ քվեաթերթիկները չհրկիզվող պարանից դուրս են պահում եւ սա խախտում չի։ Մյուսը դա պաստառները ընտրական տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, պաստառների համար կան սահմանված վայրեր, իհարկե չի կարող պաստառ լինել ամեն, չգիտեմ, սյան ամեն պատի վրա, բայց եթե դա սահմանված վայր է պաստառի համար, էական չի, թե այդ սահմանված վայրը ընտրական տեղամասից ինչ հեռավորության վրա է։ Հաջորդը դա ընտրական շտաբ տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, քանի դեռ շտաբը, իսկ կոնկրետ ահազանգով դեպքով մենք նայեցինք, քանի դեռ շտաբը եւ ընտրական տեղամասը նույն շինության մեջ չեն։ Այսինքն օրենսդիրը չի սահմանում, որ դրանք պետք է լինեն X հեռավորության վրա, սահմանում որ նույն շինության մեջ չպետք է լինեն։ Եվ նաեւ եղել է ինչ որ ահազանգ մի քիչ տարօրինակ շրջիկ քվեարկության բացակայության հետ կապված մի քիչ տարօրինակ, որտեվ շրջիկ քվեարկության ինստիտուտ Հայաստանում չկա եւ ճիշտ ասած ես կարծում եմ, որ լավ է, որ չկա։ Ես ասեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում մենք իրականացրել ենք երկարաժամկետ դիտորդություն 4 դիտորդների կազմով, որոնք որ զրուցել են մասնակից 7 ուժերի հետ, 8-ից 7 ուժերի, այսինքն մասնակից 8 ուժերից 7-ի հետ զրուցել են, իրականացրել ենք տասնյակից ավել հարցումներ, գրություններ, դիտարկել ենք 35 հավաքներ, արձանագրել ենք 53 խախտում, որոնցից 45-ը պաստառների հետ կապված։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել
երկու հատ քրեական օրենսգրքի 441, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, մեկը վերաբերվում էր ուրեմն Դողս գյուղում ուրեմն տեղի ունեցած միջոցառմանը, մյուսը վերաբերվում էր ներողություն, մեկը վերաբերվում էր քվեարկության առաջին օրը պաստառների փակցմանը, երբ որ առերևույթ տեսնում ենք, որ համայնքապետարանի ուժերով են փակցվում քաղաքացիական պայմանագրի պաստառները, եւ երկրորդը դա Խոյ համայնքում գովազդների բաշխման հետ կապված խնդիր էր եւ գովազդների տրամադրման որոշման հետ կապված։ Եւ երեք հաղորդում ներկայացրել են քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, դա ստեյցիան բարեգործության եւ քարոզչության մեկտեղման արգելող հոդվածն է։ Մեկը ուրեմն այդ Դողս գյուղի հետ կապված, մյուսը դա ուրեմն դպրոցի տնօրենի կողմից բարեգործություն իրականացնելու մասով ըստ էության 3-ն էլ այս կամ այն կերպ այս 221 հոդվածով այսինքն ջեներալություն բոլոր 5 հաղորդումներն էլ ըստ էության ԿՊ-ին են վերաբերում, բոլոր 5 հաղորդումներն էլ եւ վերջինը բարեգործության մասով դա ինչ որ տեղեր տանիքների վերանորոգման ահազանգեր են եղել եւ դրա հետ կապված ենք ներկայացրել ցավոք պետք է ասեմ որ ոչ բոլոր հաղորդումներով այս պահին կան հարուցված քրեական վարույթներ կա հաղորդում, որը արդեն ստեյցիան 3 շաբաթ է, ինչ սպասում ենք վարույթի քրեական վարույթին։ Ասեմ, որ նաև խնդրահարույց քվեարկության օրվա ընթացքում խնդրահարույց որպես երևույթ նկատել ենք դիտորդական առաքելություններից մեկի կողմից բաց քվեարկությունների դեպքերի այնպիսի նկարահանում, որը բացահայտում է ընտրողի կամ արտահայտությունը։ Ինչի մասին է խոսքը։ Այո, ինչի մասին է խոսքը, ընտրողը քվեախցիկում չի քվեարկում, ինչը իհարկե խախտում է եւ իհարկե վատ է, բայց դիտորդը դա ոչ թե այնպես է նկարում, որ զուտ փաստ է երևա, այլ դիտորդի նկարածի մեջ երևում է թե ընտրողը ում է քվեարկում։ Եվ դա խնդրահարույց է, մեր համոզմունքն այն է, որ դիտորդը իհարկե պետք է նկարի եւ արձանագրի խախտման փաստը, բայց ոչ այնպես, որ երևա թե այդ ընտրողը կադրում երևա թե այդ ընտրողը ում է քվեարկում։ Ինչպես այդ դեպքի հետ կապված քանակական տվյալ չունեմ, բայց մի քանի հատ կան, որում այդպիսիք նաև հրապարակված դեպքեր կան, հայաքվե առաքելության էջում, որ նայեք, այնտեղ հրապարակված դեպքեր կան։ Ասեմ, որ քան դեռ խոսքը գնաց դիտորդական առաքելությունից, մենք ինչպես նաև մեր գործընկեր ականատես առաքելությունը նկատել էինք որոշ դիտորդական առաքելությունների կողմից ընտրական օրենսգրքով սահմանված անաչառության եւ անկողմնակալության ավելի ճիշտ խախտման դեպքեր եւ ներկայացրել էինք դիմներ կենտրոնական տրական հանձնաժողով ականատեսը ներկայացրել էր հայաքվեի հետ կապված, մենք ներկայացրել էինք հայաքվեի պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի եւ իրավունքի զարգացման Թաթոյան հիմնադրամի, եթե անվանումը ճիշտ հիշեցի հիմնադրամի, կարող է հիմա մի քիչ սխալվեմ, այդ Թաթոյան, Արման Թաթոյանի ղեկավարած հիմնադրամի հետ կապված եւ մենք հավատացած ենք, որ հայաքվե եւ Թաթոյան հիմնադրամի դեպքում խախտումները այնպիսին են, որ պետք է հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչվի, իսկ իրավունքի զարգացման միջազգային կենտրոնի մասով 3 դիտորդների մասով էր խախտում եւ այդ դիտորդները պետք է ըստ էության դիտորդների ցուցակից հանվեն 3 այդ հարցը քննարկվում էր կենտրոնական տրական հանձնաժողովում, եղել է այդ հանձնաժողովի պատմության մեջ թերևս ամենաերկար նիստը, որը տևել է 10 ժամ եւ 20 րոպե, եւ վերջապես գիշերվա ժամը 3-ից կենտրոնական տրական հանձնաժողով որոշում կայացրեց, որ իրենք թեև փաստացի արձանագրեցին խախտումները, արձանագրեցին խնդիրները, արձանագրեցին խնդրահարույց պահվածքը, բայց ֆորմալ առումով հանձնաժողովը սահմանափակվեց հույս հայտնելով, որ դիտորդական առաքելությունները կվերացնեն իրենց իսկ իրականացրած խախտումները, ֆորմալ առումով խախտում չարձանագրեց եւ բնականաբար նաեւ ոչ մեկին դիտորդության իրավունքից չզրկեց, թեև հայաքվե առաքելության ներկայացուցիչները ասացին, որ իրենց այն ներկայացուցիչները, որոնք իրենց այն դիտորդները, որոնք որ արել են վիճակահարույց հայտարարությունները, այսօր ընտրական տեղամասեր չեն գնա։
Ըստ էության, եթե հակիրճ սա է այս պահի պատկերը։ Ես որոշ